գլխարկ չէ, որպեսզի դատարանը գտնի, որ դա խախտումը պետք է համբեր։ Անհարգալից վերաբերում դրանը դատարանի հանդեպ չեմ տալ եւ դատարանը չի կարող սահմանել որևիցե դրեսկոդ, որ նախատեսված չէ դատական օրենսգիր համաճարակն օրենքով։ Դատարանը դատական նիստերի կարգը սահմանելու կարգը սահմանելու բացառիկ իրավասությամբ է օժտված եւ դատարանի գնահատմամբ ձեր այս կարգավիճակով դատական նիստերի ներկայանալը պատշաճ չի կարող գնահատվել։ Խնդրում եմ ձեր հակումցը հանել։ Իմ աչքերին չեն դրված, որ դա դատարանի դիտարկի խախտում է։ Ձեզ հարգելի պաշտպան, նշենք, որ ենթադրում եմ, մենք բոլորս գտնում ենք դատական նիստերի դահլիճում, բոլորիս դա կարծում եմ ակնհայտ է, օրինակ այլ միջավայրում չեն գտնում։ Գտնում ենք դատական նիստերի դահլիճում, որտեղ դատարանի կարգադրությունները կողմերի համար պարտադիր են։ Այսինքն, եթե դուք գտնում եք, որ ձեր անձի նկատմամբ դատարանի շուրջ տրամադրվածություն ունի, դուք հետագայում կարող եք, օրինակ, քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված ընթացակարգով ձեր միջնորդություններով հանդես գալ։ Օրինակ, եթե գտնում եք, որ դատարանը ձեր նկատմամբ կանխադրամադրվածություն ունի, կարող եք դատարանի բացակի միջնորդություն ներկայացնել։ Այս դատական նիստին դատարանը սահմանում է, որ դատարանի գնահատմամբ այդ կարգավիճակով դատական նիստերի դահլիճում գտնվելը չի կարող դիտարկվել որպես պատշաճ ընթաց կարգ նստել։ Խնդրում եմ ևս մեկ անգամ դատական ձեր ակնոցը հակառակետում դատարանը ստիպված կլինի ձեր նկատմամբ դատավարական սանկցիաներ կիրառել։ Այդ ակնոցները չեն հանում, որովհետև դատարանի կարգադրությունը իրավաչափ չէ եւ չի բխում որևիցե նորմերի կիրառումից։ Դատարանը կողմնակալություն է ինչ-որ ցույց տալիս, եթե իմ հակին այլ հագուստ լիներ կարող, գուցե դատարանը ինձ ասեր հագուստներ հանել, որովհետև դատարանը գտնում է, որ դա չի համապատասխանում իր տեսակետով ինչ-որ նորմերի։ Դատարանի կողմից նշված կարգ ու կանոնը չի պահպանում որևիցե նորմի կանոնակարգ եւ ակնոցներս ես չեմ հանում։ Դրանք գտնվում են իմ գլխի վրա եւ որևիցե կերպ դատարանին դա անհարգելից վերաբերմունքի ցուցաբերում չի եւ չի կարող ինքն հանդիսանալ դատարանի հանդեպ անհարգելից վերաբերմունք ցուցաբերելու։ Ձեզ մեկ անգամ ևս դիտել որ դուր եք ուրախունության հանդեպ։ Ինչ վերաբերում է ձեր հակուսները հանելուն կամ ինչ-որ մեկի հակուսները հանելուն բնականաբար դատարանը նման բան որևէ մեկին չի ներկայացնի եւ չի ներկայացնելու, եթե ձեզ հայտնի է այնպիսի կարգավորում, որ օրինակ ցույցը թույլ կտա դատական նիստերին այս կարգավիճակով, այսինքն ակնոցները գլխին դրված վիճակով դատական նիստերին մասնակցել, կարող եք հաջորդի դատական նիստերին այդ կարգավորումը վկայակոչել եւ դատարանը ձեզ կթույլատրի թեկուզ ակնոցները ակչքերին դրված վիճակում դատական նիստերին մասնակցել, սակայն այս փուլում դատարանը գտնում է, որ այդ կարգավիճակով դուք չեք կարող դատական նիստերին մասնակցել եւ ես մեկ անգամ խնդրում եմ ակնոցները հանել։ Պատմական դատարան ինձ համար անհասկանալի է դատարանի կողմից նման մոտեցումը, որովհետև նախորդ դատական նիստերն ես նույն կերպ դատարանի դահլիճում գտնվում, ավելի որևիցե նկատողություն չեղավ դատարանի կողմից, եւ դատարանը որևիցե կերպ չի մեջ բերում որևիցե նորմ, որով կհիմնավորի իր որոշումը։ Ձեր որոշումը կարծում եմ, որ ոչ օրինական է, ոչ հիմնավորված է, ոչ պատճառաբանված։ Ուստի ես պարտավոր չեմ դրան ենթարկվելու։ Եվ դա ես ևս մեկ անգամ կրկնում եմ, դատարանի հանդեպ անհարգելից վերաբերմունք չի կարող դիտարկվել։ Խնդրում եմ թույլ տալ դատարանը ինքնուրույն որոշի, թե որ վարքագիծը կարող է դատարանի եւ դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց նկատմամբ դիտարկվել որպես անհարգելի վարքագիծ կամ վերաբերմունք, ինչ վերաբերում է ձեր անձի նկատմամբ հատուկ որ առանձնահատուկ մոտեցման վերաբերյալ հայտարարություն արձանագրենք, որ դատական նիստերի դահլիճում ակնոցով գտնվող որևէ անձ չկա, բացառությամբ դատական նիստերի քարտուղարին, որ տեսողական օպտիկական ակնոց է գրում, ինստակողը ևս մեկ անգամ դες հնարավորություն տալիս դատարանի կարգադրությունը կատարել, եթե այդ կարգադրությունը կատարելուց հետո շարունակեք կարծել, որ ձեր նկատմամբ դատարանը կանխատար վերաբերմունքի դրսևորում, կարող եք բացառքի միջնորդություն օրինակ ներկայացնել, ինչը քրեական դատավարության օրենսգրքի ձեր կողմից կարգադրված, եթե ձեր նկատմամբ դատարանը ձեր նկատմամբ կանխատար վերաբերմունք է դրսևորում, քրեական դատավարության նախատեսված այդ կանխատար ենթադրյալ կանխատար վերաբերմունքին արձագանքելու քրեական դատավարության նախատեսված պատշաճ ընթացակարգն է։ Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ դատարանի կարգադրությունները կողմերի կատարման համար պարտադիր են։ Ոչ պատասխան դատարան, ոչ բոլոր կարգադրություններն կողմերի համար պարտադիր, եթե դուք իմ նկատմամբ որևիցե կողմնական մոտեցում ունեք, դա այլ հարց է։ Եթե դատարանը գտնում է, որ իմ վարքագիծը ոչ իրավաչափ է, կարող է ինձ դատական նիստերի դահլիճից հեռացնել, բայց այդպիսի հիմքեր չկա։
Պաշտպանի դատականիստերի դահլիճից հեռացնել քրեադատավարական ընդհանցակարգ նախատեսված չէ, նախատեսված են այլ ընդհանցակարգներ, դատարանը որևէ պաշտպանվածություն չունի այդ ընդհանցակարգերին անցնելուց։ Ինչ վերաբերում է ձեր նկատմամբ կանխատալ վերաբերմունքի, դա ձեր ենթադրությունն է, եւ դատարանին առնվազն այս պայմանությամբ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված ձեր ենթադրությունը։ Ուստի եւս մեկ անգամ ձեզ պետք է խնդրեմ դատարանի կարգադրությունը կատարել։ Ես հրաժարվում եմ կատարել։ Այդ դեպքում դատարանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության ազգի 42-րդ հոդվածով արձանագրում է, որ հանրային պաշտպան Զոհրաբ Սախոյան դատարանի հանդեպ դրսևորում է ոչ անհարգալից վերաբերմունք, ինչով պայմանավորված Զոհրաբ Սախոյանի նկատմամբ կիրառում է նկատողություն դատավարական սանկցիան։ Կողմին նաև պարզաբանում է, որ նույն կարգագիծը կրկնվելու դեպքում եւ դատարանի կարգադրությունը չկատարի դեպքում դատարանը կարող է կիրառել նաև այլ դատավարական սանկցիաներ, քրեական դատավարության օրենքով նախատեսված դատավարական սանկցիաներից յուրաքանչյուրը։ Այդ թվում նաև քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ երկրորդ մասով նախատեսված սանկցիաներից յուրաքանչյուրը ըստ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին։ Ընդունում եմ ձեր ապրիլսահանը։ Որովհետև ըստ քրեական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի բարիթում մասնակիցներին ուղղված ոչ պատշաճ վարքագիծ, իսկ իմ կողմից դատարանի հանդեպ որևիցե ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորվել։ Եվ դատարանի նկատողություն հայտարարելը իմ նկատմամբ որպես որոշում, դա ոչ հիմնավոր է եւ ոչ պատճառաբանված։ Իսկ ցանկացած դեպքում անգամ եթե դա արձանագրային որոշում է, դատարանի կողմից պետք է պատճառաբանվի։ Իմ կողմից դրսևորվել որ վարքագիծն է, դատարանը գտել անհարգալից։ Եվ որ պատճառաբանությամբ ինչ նորմի կիրառմամբ, ինչպես անհարգալից է դիմել դատարանին ոչ, դատականիստերի դահլիճում ոչ պատշաճ վարքագիծ եմ դրսևորել ոչ, իմ գլխի ակնոցները որևիցե կերպ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք չեն կարող դիտարկվել։ Ես նորից եմ կրկնում, եթե դատարանը հիմա նորից ինձ նույն հիմքով նկատողություն կատարի եւ հաջորդ սանկցիաները կիրառի, դրա վերաբերյալ համապատասխան ակտը կբողոքարկվի եւ կտեսնենք դատարանի որոշումներն են իրավաչափ թե ոչ։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է դատարանի որոշումներին ձեր կողմից տրված գնահատականները, այդ գնահատականները դատարանը կարող է որոշման հիմնավորվածությունները գնահատել, եթե դրանց հետ անհամաձայնություն ունեք, կարող եք վերադարձության կարգով դրան բողոքարկել։ Կարծում եմ այդ ընդհանրակարգը ձեզ հայտնի է, կարծում եմ նաև ձեզ հայտնի է, որ քրեական դատավարության օրենսգրքի համատեքստում կողմերի համար դատարանի կարգադրությունները պարտադիր են։ Եթե անհրաժեշտությունը տեսնում եք, կարող եք նշել քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի կարգավորումները, մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի 45 հոդվածի 2-րդ մասի համատեքստում կողմը պարտավոր է դատարանի կարգադրությունները եւ պահանջները կատարել, այսինքն քրեական դատավարության օրենսգրքի հնարավորություն չի ինձ կողմերին իր նախաձեռնությամբ որոշել թե որ կարգադրություն է կատարում, որ կարգադրությունը չի կատարում։ Եվս մեկ անգամ ձեզ նշում եմ, եթե ձեզ հայտնի է այնպիսի դատավարական կամ իրավական ակտ, ներքին իրավական ակտ դատական դեպարտամենտի կողմից սահմանված կամ բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված, որը անպատասխան ակնոցը գլխին դրված վիճակում դատականիստերին մասնակցելու հնարավորություն անձեռն կարող եք այդ ակտը վկայակոչել եւ մենք կարող են գնահատել։ Ինձ մինչ այդ դատարանը սահմանում է դատականիստերի կարգը եւ դատարանի գնահատմամբ ակնոցը այս վիճակում գլխի վիճակում դատականիստերի մասնակցություն դա անհարգալից վերաբերում ոչ միայն դատականիստերի դատարանի հանդեպ, այլ նաև դատականիստերի դահլիճում գտնվող ցանկացած անձի հանդեպ։ Այս մասով այսքան ինչ վերաբերում է ձեր վարքագծի ոչ պատշաճության վերաբերյալ դատարանի պատճառաբանության բացակայությունը, կարծում եմ ինչպես այս բանը, ինչպես այնպես էլ մինչ այդ արդեն դատարանի խոշորացիականները եւ դրանից ճիշտ բարձրաբանումների կամ պատճառաբանությունների անհրաժեշտություն դատարանը չի տեսնում, մեկ անգամ եւս դες հստակեցնում եմ, բարձրաբանում եմ, որ դատարանի որոշման հետ անհամաձայնությունը արտահայտելու դատավարական կարգը ըստ այն ձեզ հայտնի է, դա վերակնության կարգով կամ դատարանի որոշումները բողոքարկել են, կամ եթե դուք գտնում եք, որ ձեր նկատմամբ հարկային կանխական կամ անհարկի պարտականությունների սահմանելուն
փակված մոտեցում, կարող եք նաև օգտվել ձեր քրեական դատավարությունից նախատեսված հնարավորությունից եւ ներկայացնել քրեական դատավարությունից կստանված պահանջների համապատասխան բացառքի մի շնորհություն, որի ներկայացնելու կարգը եւս վստահ եմ ձեզ քաչ հայտնի է։ Պահպանական դատարան ձեր ցուցակում 5 րոպեի 5-7 րոպեի միջում Առաջնությունները Պաշտպանական դատամիջում միջում հայտարարել ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ ախտոսները հանդես են գալիս իմ մազերի հարդարանքի որպես մի մաս եւ դատարանի կողմից, որևիցե կերպ չի հիմնավորվում, թե ինչու կարող է ախտոսները տեղը ծառայ լինել եւ դատավորությունից կարող է ասել, որ դե գտնում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է եւ ստիպել ինձ մազերից մեջից աղտոտները հանել։ Տվյալ դեպքում դատարանը չի մեջ բերել որևիցե կարգավորում, որով հարդարանքի մաս հանդիսացող առարկան կարող է դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք։ Դատարանը միջև մեղադիալի ապեզունքորը միջնոցան արարողանը վարքյաններում արձագանքել, որ թե ձեր մազերի մեջ հետագայում ինչ կարող է լինել, տեսական մրգացնկացած պայմանձի արտաքին հարդարանքի հետ կապված ինչ խնդիրներ կարող լինեն, դա կարող են քննարկման արկադարձնից առարկայական եւ նման իրավիճակ առաջանալ այս պայմանությամբ առաջացել է նման իրավիճակը, որ դատարանի գնահատման ոչ պատշաճ վարքագիծ է։ Դատարանը վկայակոչեց հստակ, որ դատականիստերի դալիճի կարգը սահմանում է դատարանը եւ դատարանի կողմից դրված պահանջները կարգադրությունները կողմերի համար պարտադիր են եւ կողմը իրավունք չունի իր նախաձեռնությամբ որոշել թե որ կարգադրություն է կատարում, որ կարգադրությունը չի կատարում։ Դատականիստի ընդմիջելու հետ կապված դատարանի 5 րոպե ընդմիջումը այն նպատակը, որով ընդմիջումը միջնորդել է այդ նպատակին այսինքն կարող եք շարունակել։ Պաշտոնական դատարան կոնֆիդենցիալ զրուցելու անհրաժեշտություն է առաջացել, կարող ենք շարունակել։ Դատարանը արձանագրում է, որ պաշտպանը դատարանի պահանջում եմ ինչ այս չի կատարել, պաշտպանը խնդրում եմ ևս մեկ անգամ խնդրում եմ հետևել դատարանի կողմից համոզատականիստերի կարգին եւ կատարել դատարանի պահանջը։ Բաժան դատարան պաշտպանը կկատարի դատարանի պահանջը, եթե դրանք լինեն օրինական, տվյալ դեպքում ես գտնում եմ, որ դրանք օրինական չեն, որովհետև չեն գտնում որևիցե նորմից։ Բայց այդ պատվարժան դատարանն եմ ուզում հիշեցնել, որ նախատանկում դատականից նշանակելուց դատարանը տեղեկացրել է, որ նույն ժամին 14:00-ին նույն դատարանում մեկ այլ դատավոր նախագահության դատականություն է նշանակված եւ այս դատականություն պլանավորել ենք աշխատելու 1 ժամ։ Լավ, այսինքն հրաժարվել դատարանի պահանջը կատարելուց։ Դատարանը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 49 դատացան, քիչ առաջ ինչպես նշել ենք 49 հոդվածի 4 մասի երրորդ թիթի համաձայն պաշտպանը պարտավոր է ենթարկել վարքյանքանցնումային կարգադրության դատականիստերի կարգին։ Հաշվի առնելով, որ պաշտպանը դատարանի պահանջները չի կատարում, դատարանը եւ դրանից նաեւ դրսևորում ոչ պատշաճ վարքագիծ դատարանը հարկադրված է ևս մեկ անգամ դատական սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 547 հոդվածով դատարանը պաշտպան Սակովայի նկատմամբ կիրառում է նկատողություն դատական սանկցիա։ ԵՒս մեկ անգամ նաև բարձրացնում է, որ հաջորդի նույն վարքագիծը կրկնվելու դեպքում կարող են կիրառվել այլ դատավարական սանկցիաներ քրեական դատավարություն նախատեսված կարգի համապատասխան, ինչ վերաբերում է դրա, որ դատարանը ներկայացրել այնպիսի ընթացակարգ կամ չի վկայակոչել այնպիսի իրավական ֆակտեր, որոնցով նման կարգի նախատեսված, դատարանը քիչ առաջ վկայակոչեց քրեական դատավարության համապատասխան կարգավորումները եւ նաեւ հետագա փուլերում կամ այս վայրերությամբ եթե ներկայացվեն համապատասխան իրավասու մարմնի կողմից ընդունված իրավական ակտեր, այդ նաև ներքին իրավական ակտեր, որոնցով հնարավորություն կընձեռի դատարանի կարգադրությունները չկատարել կամ այս կարգավիճակով դատականիստները ներկայանում, դատարանը կարող է դա քննարկման առարկա դարձնել։ Իսկ մինչ այդ դատարանը արձանագրում է, որ պաշտպանի ոչ պատշաճ վարքագծի պայմաններում եւ ոչ կառուցողական մոտեցման պայմաններում դատականիստը շարունակելու հնարավորությունը այս պահին դատարանը գտնում է, որ առկա չէ եւ բոլորին ոչ այն պատճառով, որ պաշտպանը այլ սոցիալական ունի իհարկե դատարանը եւս հաշվի առնում, սակայն հիմնական պատճառը դատականիստի հետաձգման դատարանը սահմանում է պաշտպանի դատարանի կարգադրությունները չկատարելը, ինչով թեև այս պայմանությամբ Եղադրյալի ողջ անմիջամտություն դատականության իրավունքը որոշակիորեն կարող է խախտվել, բայց կարծում եմ հետագա դատականիստերը շարունակելու
այս պայմանները շարունակելու նպատակահարմար չէ։ Ինչով պայմանով է դատարանը ստիպված է դատականիստը հետաձգել եւ նշանակել մեկ այլ հերթի պաշտպանի եւս մեկ անգամ օրդորելով հաջորդ դատականիստին ներկայանալ դատարանի այս դատականիստին կատարված հայտարարությունները եւ պարտավորությունները հաշվի առնելով։ Մենք հաջորդ դատականիստը համաձայնեցինք հունիսի 10-ին, չէ՞։